ամենայնիվ երաշխիքը, որ կպահվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, կսկսեն գործել պայմանավորվածությունները, հետեւյալն է. բոլոր պայմանավորվածությունները, որը մենք ձեռք ենք բերել եւ գրել ենք եւ ստորագրել ենք եւ նաեւ հանրային արտահայտում ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը եւ հարատևությունը կարող եմ հույս հայտնել նաև սա չափազանց առանցքային բան է, որովհետև կրկին ես շարունակ այսօր ստիպված կլինեմ անդրադառնալ մանիպուլյացիաներին, կա մի այլ մանիպուլյացիա, որ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ եւ այլն, այդ ընդհանուր նարատիվին ծանոթ եք հարգելի գործընկերներ, եւ Հայաստանը, չեմ էլ ուզում ասել մենք ինչ ստացանք, որովհետեւ ես չեմ դիտում եւ չեմ ուզում ներկայացնել ձեռքբերված պայմանավորվածությունները, մենք շատ ստացանք, իրենք շատ ստացան, այս բանի սին, անիմաստ եւ հին կոնֆլիկտային տրամաբանության ուրեմն լույսի ներքո, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ այն ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռք բերածը պահելու եւ զարգացնելու ուղղությամբ, բացարձակապես այստեղ ոչ մի երկրորդ կարծիք, նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն ինչ որ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է թե շատ ձեռնտու եւ շատ կարեւոր է իրենց համար։ Եվ ըստ այդմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է եւ շահավետ է երկու ձեռքբերված պայմանավորվածությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք եւ զարգացնել։ Իհարկե, ինչ խոսք, հավելյալ կշիռ կարող ենք դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների, հավելյալ արժեք կարող ենք դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունը, միջավայրը, որտեղ տեղի ունեցավ այս համաձայնությունների ամրագրումը եւ հետագա մասնակցությունը եւս ամերիկյան կողմի դրան անդրադարձա։ Վերադառնալով մեր հարևաններին, ուրեմն ես կրկին ուզում եմ ասել, որ մյուս հարևաններին ուզում եմ լավատեսություն հայտնել Թուրքիայի հետ մեր երկխոսության շոշափելի արդյունքներով ուրեմն ավարտվելու եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կոնտեքստում ուզում եմ ասել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ բնականon դինամիկ զարգանում են, մենք ունենք ռազմավարական գործընկերություն, մենք ամենօրյա կոնտակտի մեջ ենք մեր գործընկերների հետ, մեր 4-րդ հարևանը, հարավային հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունը էլի չնայած բազմաթիվ ուրեմն շահարկումներին, կանխավարկածներին եւ այլն մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք, այն մանիպուլյացիաները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ հիմա որևէ կերպ արտահայտելու է բուրըն դժգոհությունը, երկաբանի ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում էլի տեսանք, որ չի համապատասխանում իրականությանը, ավելին ասեմ, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են եւ դրանք արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով, օրերս մի օրինակ բերեցի, ուզում եմ կրկնել, որտեղ եք տեսել հարաբերությունների բարդություն ունեցող հարաբերություններ, որտեղ պայմանավորվում են, որ հիմա ռազմավարական գործընկերություն հաստատելու թղթով արդեն եւ պայմանավորվում են, որ մոտալուտ ժամանակում օրինակ ի թիվս այլ բաների երկրորդ կամուրջն են կառուցելու հնարավորինս արագ միմյանց կապող երկրորդ կամուրջ, իսկ դա է մեր եւ Իրանի հավատամքը եւ պայմանավորվածությունը։ Քանի որ ռազմավարական գործընկերությունից խոսեցի, ես երևի ավանդական բոլոր տարածաշրջաններին չանդրադառնամ, այլ ուղղակի ռազմավարական գործընկերություններին անդրադառնամ։ Ռուսաստանի Դաշնությունը մեր շարունակում է մնալ մոտ գործընկերը եւ նաեւ տնտեսական կապերը մեր շատ ինտենսիվ են, այսօր ուղղակի նաեւ մյուս հանձնաժողովում Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում հնարավորություն կունենանք ավելի մանրամասն անդրադառնալու։ Վաշինգտոնում երկու ըստ էության ուղղության բան տեղի ունեցավ, նախ Հայաստան-Ադրբեջան եւ երկրորդ Հայաստան-Ադրբեջան Միացյալ Նահանգներ, այս թեմայով եւ երկրորդ բանը տեղի ունեցավ, որ երբեմն ստվերվում է, ուրեմն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված 3 հուշագրերը, սրանք ըստ էության
բնական շարունակություն էին եւ արտացոլումն էին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև հաստատված կրկին ռազմավարական գործընկերության ու ելի պիտի անդրադառնամ մանիպուլյացիաներին կհիշեք երբ մենք տարվա սկզբին ռազմավարական գործընկերություն հաստատող փաստաթուղթ ստորագրեցինք նախորդ վարչակազմի հետ Միացյալ Նահանգների հետ մի քննադատությունների տարափ տեղած այն մասին որ այս անխելքները ենթադրվում էր մենք կնքում ենք այդպիսի փաստաթուղթ գնացող քաղաքական ուժի հետ եւ մենք չենք հասկանում որ հեսա նոր քաղաքական ուժը գալու է եւ այդ ամբողջը գցի ջուրը եւ ինչ տեսանք Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ոչ միայն պահպանում է այն փաստաթուղթը եւ ընդունված սկզբունքները, որոնք մենք հաստատել ենք Միացյալ Նահանգների հետ, այլև մի հատ էլ մի քանի ամիս հետո ընդամենը 3 նոր հուշագիր ստորագրեց այդ փաստաթղթից բխող եւ դրա ոգուն համապատասխան օրինակ որոնք էականորեն նոր հնարավորություններ են ստեղծում մեր համար եւ մեր համագործակցության համար չափազանց կարեւոր էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում եւ մեկն էլ ուղղակիորեն բխում էր մեր խաղաղության խաչմերուկ ծրագրից եւ արտահայտում է Միացյալ Նահանգների սատարումը Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը կրկին էլի այդ կանխատեսումները հոդս ցնդեցին բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ չգիտեմ չեմ կարող երևի նույնը ասել մեր ընդդիմության ակնկալիքների ռազմավարական գործընկերությունների թեման շարունակելով մեզ հաջողվեց եւ մենք կարևորում ենք դա ռազմավարական գործընկերություն հաստատել Նիդերլանդների հետ նույն բովանդակությամբ քննարկումներ են ընթանում մի շարք այլ եվրոպական եւ եվրոպական միության անդամ երկրների հետ Ֆրանսիայի հետ առաջին հերթին Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գիտեք որքան տարողունակ են եւ անընդհատ ամեն օր ավելի են զարգանում ռազմավարական գործընկերություն հաստատեցինք եւ ելի մի սխալ հաշվարկ եւ սխալ մեղադրանք մեր ուղղությամբ մեզ հաջողվեց ռազմավարական գործընկերություն հաստատել Չինաստանի